Սեպտեմբերի 27-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սրբալույս Մյուրոնի օրհնություն կատարվեց, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և տարբեր երկրների քրիստոնեական եկեղեցիների հոգևոր այրեր։ Հիմնական արարողությունը սկսվեց Տեր-Դատ Թագավորի անունը կրող բաց խորանում, որտեղ այս տարի իրականացվել է նաև Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը։ Նախօրեին երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվել է Մայր տաճարի ավագ խորանին, փակվելով շղարշե ծածկոցով։ 12 եպիսկոպոսների ուղեկցությամբ նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը բարձրացավ խորան և մեկնարկեց արարողությունը։ Անդ ծագեցի զեղչուրի Դավիթ, պատրաստ արարեր ճրակ օծելով իմո, հովանու առայքելում իկաթոյկած թղթուն են թերցվածս, և դուք օծություն ունիք առի սրբուն և գիտեք ամենեքին, ոչ գրեցի ձեզ, եթե ոչ գիտեք շշմարտություն, այլ եթե գիտեք զնա, և եթե զի ամենանստություն ոչ է ճշմարտություն, այլ եթե գիտեք զնա, իսկ ոյց է սուտ, եթե ոչ որ ուրանա եթե Իսուս Քրիստոս, նա իսկ ներն, որ ուրանա զայր և զորդի, ամենայն որ ուրանա զորդի և ոչ զայր ընդունի, որ ոչ խոստվանի զորդի, նա է զայր ընդունի, դուք սոր լվարուքն ի սկզբանե ի ձեզ բնակեցց է, եթե ի ձեզ բնակեցց է, զոր ի սկզբանե լվարուք, և դուք որդին և ի հայր բնակեցչիք, և այս են ավետիք զորավետարնասն ամես, ըսկյանս ավետենականս։ Ալելույա Իբրև եկն Հիսուս, ի Բեթանիա, ի տուն Սիմոնի բոլոտի, մատյավարնակիննի, որ ուներ շիշ յուղո ծանրագնի, և թապեած ի գլուխ նորա, ի բազմականն, իբրև դեսին աշագերտ կն բարգացան և ասեն, ընդեր է կորուստըտ ահայտ յուղան, զիմարդ էր վաճարելս դա մեծագնի և դա լավկադաց, գիտյաց Հիսուս և ասեց նոսա, զի աշխադարնեք ըսկինըտ,
գործ մի բարի գործյալ դահիս Տեր ողորմյա, Աստված հարց և Տեր ողորմության, դու ստեղծերս մեզ իքյանս և հանապականություն և հանցանել մերում սպատվիրանավ քով, պատրանոք բանսարկվին, դատապարտեցակ իծարայություն մեղած և մահու։ Իսկ դու գթացյալ իստեղծվածս ձեռացքոց, հաճեցար վերստին կոչելս մեզ, իմահվանեիկյանս, իծարայութենը մեղած, ազատություն շնորած, իձերն միասնի ոգոդյարն մերո Հիսուսի Քրիստոսի, որ զամպատումս զայս և սքանչելի խորուրդ կան նայագործության ավանդյաց մեզ, որ եվս ծանրություն մեղած մերոց հանձն յուր բարձյալ, հերկնայինն խորհրդականություն ըզմեզ հրավիրյաց և նորոգյաց մեզ ճանապարհ փրկության ջրով և հոգվով վերասրբելով ըզմեզ և արդ դու նույն ինքն Տեր մեր և Աստված խոնարհյալ հաղաչանս ծառայից քոց առաքյա սպարարտություն ողորմության քո իպտուղ ձիթեն բույս այսօրիկ զորյետուր օգտակարություն և իփրկություն ազգի մարդկան և բնագեցո իմեզ շնորհս հոգվույթ քո սրբո և բարերարի ի գործակցություն և ի լրումն քո սրբոց և պես պաշտամանած զորս կատարեմք ի փառս քո որպեսզի արժանի լիցուկ սուրբ սրտիվ փառավորելս քեզ Աստված որում երկրպագ են հրեշտակը և հրեշտակապետք աթոռք տերությունք պետությունք և զորությունք և շուրջ զաթոռովդ կան վեցթևյան սրովփեքն և քառակերպյան քրովփեք աղաղակելով ընկեր առ ընկեր անդադար ձայնիվ և անլուռ բարբարով ըսհաղթական օրհնությունս քո և փառաբանեն ըսքեզ ասելով և ամենայն սրբության տվիչ ամենակալ Աստված, որ ամբավ մարդասիրությամբ քով պարգևեցեր մարդկան զերկնավոր շնորհս քո, զիմանալի ևս հոգևորական քահանայապետությանցն օրինակ որ հերկինս և հերկիր շնորհեցեր իձերն միացնի քո հաղորդակից երկնայնոցնս մեզ առնելով և իձերն Մովսիսի օծելարար յուղն քահանայական կազմել հրամայեցեր զի որպես հանժամ և այժմ եղիցի քեզ ի քահանայություն ի թագավորություն հասկ սուրբ և ժողովուրդ սեփական դու միայն Աստված մարդասեր Տեր առաքյա սուրբ հոգիդ քո հերկնից հաթոռոս սրբ հոգու մե առաջիկա յուղս այս զի սրբեսցի կոչմամբ անվանդ և միացնի որդվո քո սիրելվո և սրբո հոգվույթ օծումն սրբության գործակցածս ծառայից քոց զորս լուսավորեցեր և վերստին ծնար և սրբեցեր համենայն կեղծավորութենե զի սուրբ մնասցեն ի սրբության Քրիստոսի քո և արժանի առած մեզ սուրբ սրտիվ և պարզ մտոք բանալս բերանս մեր և ասել Հայր մեր որ հերկինս ես սուրբ եղիցի անուն քո եկեսի արքայություն քո եղեցին կամ քո
որպես Սերգինս եւ երկրի, եկայք ժողովուրդ, զորտնությունս ընտրեշտակսն երկեսցուկ նմա, որ ետ մեծ ըզյուղս զայս ի փրկություն կենթանության ասելով, Սուրբ Տեր, Սուրբ ես Տեր, Աստված մեր, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, դարձյալ մատուցանեմ քեզ թագավոր հավիտենական, կատարելով քո տոնից խորհուրդ, եւս պատվական կնիկ սրբո եկեղեցվոքո, ըզմերոնս զայս, որով կմքենք ըսոքվոց երակս անվամբ քով սրբով, որ հարաչն իջաներ ի գլուխ եւ ի մորուսն արովնի եւ ի մորվածն իջաներ ի գրապանս զգեստու նորա եւ այժմ Տեր եկեղեցիս որ հաստատեցավ հորթիտ ճշմարիտ մատուցյալ ընդունի ըզյուղս այս յուղ թափյալ է անուն քո ասած գիրն, բասն այսօրիկ օրյորք սիրեցինս քեզ, զինշան է սա թագավորական, մարգարեական, քահանայական, խորհուրդ ճշմարիտ, արդարև կնիկ, որով 10 երկյուղածած քոց նշան, զիապրեսցեն հերեսած աղեղան չարին, վայսն այսօրիկ Տեր և զարաչին տղայոց կերակուրը սա հաջեցար մատուցանել, որպես և հավատարիմն քո Պողոս, որոցի քեզն մերձենային և զաստվածային խորհուրդն ընդունելոց էին, հարաչ քանս հաստատումն եվս կատարյալ կերակուրն, արփույցս կաթն իսնունդ նորոցնելոցն, որի քեզ հավատով, արդ, այժմ և մեկ, պատրաստելովս սա որպես կաթն մատուցանենք, զիամենեքյան, որ կիսման է արնություն, արժանի լիցին, ընդունիլ, ըս հաստատումն կերակուր, ըս ճշմարիտն, զերկնայինն, իշնորած միացնի տյարն մերո Հիսուսի Քրիստոսի, որով և ընդորում քեզ հոր և ամենասուրբ հոգվույթ, փառք, պատիվ և գոհություն վերարակին, հավիտյանս, հավիտենից, ամեն, խաղաղություն ամենեցուն, ընգալ և զայս մեր զաղաչանս Քրիստոս թագավոր, խոնարեցոզուն կնկոյիր խնդրվածս մեր, և առակյա զողորմություն քո, ի գործս ձերած քոց, անդես արնելով զմեղս մեր, դարձ արմեզ աստված փրկության մերով, երևեցո զերեսս քոյի մեզ և կեցուկ, զիքոյ իշխանություն և թագավորություն, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից, ամեն։ Նոր օրհնված Մյուրոնը կբաշխվի հայ եկեղեցու բոլոր թեմերին։ Սրբալույս Մյուրոնի օրհնությունը խորհրդավոր սրբազան արարողություն է, որն ավանդաբար կատարվում է 5-ից 7 տարին մեկ։ Մյուրոնն ունի 2 էական բաղադրիչ՝ ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղ աղված հեղուկը։ Մյուրոն օրհնությունից 40 օր առաջ մաքուր ձիթենու յուղով Մյուրոնի կաթսան դրվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ Սուրբ խորանի վրա, ծածկվելով նրբահյուս շղարշով։ Նշված օրերին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հատուկ արարողություն, իբրև նախապատրաստություն առաջիկա Մյուրոն օրհնության։ Հայոց եկեղեցում Սուրբ Մյուրոնի օրհնությունը վերապահված է ամենայն հայոց կաթողիկոսին, ով այն օրհնում է մեր եկեղեցու ավանդական 3 սրբություններով՝ Տիրոջ խաչափայտի մասունքով կենաց խաչով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջով։ Հայոց եկեղեցում Մյուրոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից։ Ըստ ազգային ավանդության Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Սուրբ Թադեոս առաքյալը։ Նա իր հետ բերած սրբազան յուղով
ջրումով օծում է հիվանդ Աբգար թագավորին եւ բժշկում նրան։ Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերթենու տակ թաղում է շշով բերած իր յուղը։ Հետագայում Սուրբ Գրիգորին երևացած տեսիլքի միջոցով հայոց առաջին հայրապետը գտնում է Սուրբ Թադեոսի թաղած Սուրբ յուղը եւ խառնում իր օրհնած Մյուրոնին։ Ամեն անգամ, երբ ամենայն հայոց կաթողիկոսը նոր Մյուրոն է օրհնում, լուսավոր Չավանդ հին Մյուրոնը խառնում է նորին, որպեսզի հնի մեջ պահպանվող շնորհը փոխանցվի նոր Մյուրոնի։ Ազգիս վեհապար հայրապետի ձեռամ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է հեղվելու ծաղկած նյութը։ Այժմ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու բալասանը։ Այժմ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու Մեծիտան ընկիլիկո կաթողիկոսություն օրհնված Մերոնը։ Այժմ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու հին Մերոնը։
սրբալույս մյուրոնս այս նշանով օրնություն և փառքոր և որդվո և հոգվույն սրբո Տերն մեր Հիսուս Քրիստոս և շրջեր շուրջ զգավառոքն և ուսուցաներ և կոչյաց առինքն ձեր կոդասանսն և սկսա վարակել զնոսա երկուս և տայր նոցա իշխանություն ի վեր այսոց պղձոց և պատվիրյաց նոցա զիմի ինչ բարձեն ի ճանապար, բայց միայն գավազան, մի պարկ, մի հաց, մի պղինձ ի գոտիս, այլ ագանել հողաթափս և միզ գերուցուկ ասե երկուս պարքեված և ասեց նոսա, հորտուն մտանիցեք, անդեն օթևանս կալչիկ, մինչև ելանիցեք անտի, և որ ոչ ընգալցինս ձեզ, և ոչ լվիցեն ձեզ, հորժամ ելանիցեք անտի, թոթապեշչիկ սպաշի ոտից ձերոց, իվ գայություն նոցա, և ելյալ քարոզեին զիապաշխարեսեն, և դևս բազումս հանեին, և օծանեին յուղով զբազումս հիվանդած, և բժշկեին զնոսավ։ Սուրբ խաչիվս և սուրբ մեղանավս աղաչես ու գստեր, զիսովա պրկեսես մեզի մեղած և կեցուսես նոնի բաղալմության յուրում, ամենակալ Տեր Աստված մեր կեցուսե և աղորմեսեմ։ Պահպանիչ և հույս ավադացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, հայրենի երկիրս Հայաստան, Սանրապետություն Հայաստանի, զազգս հայոց, զեկեղեցիս Հայաստանյայց, նվիրապետական աթորս եկեղեցկույս մերո, սպաշտոնյայց և սպասավորս, ընթովանյավ սուրբ և պատվական խաչիվտքոյի խաղաղության, փրկյա, ազատյա, հերևելի և աներևույթ չնամյաց, արժանավորյա գոհությամբ փառավորել, ըսկեզն թոր և ընծրփոհոքվույթ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Զորությամբ ամենասուրբ հոգվույթ եղեցի յուղս այս, յուղ ցնծության, զգեստ լուսավոր, սրբություն հոգվոց և մարմնոց, կնիկ արդարության, զեն հավատով, նահատակ հաղթողն դեմ ամենայն գործոց բանսարկվին։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ողորմած Աստուծո նախախնամությամբ, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Նյուրոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին։ Տոնական մեծ օր է, վարակա Սուրբ Խաչի տոնն է, նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական խաչապայտի մասունքի հրաշքով հայտնվելու։ Այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով համայն հայոց հոգևոր կենտրոնում մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարեցինք սրբալույս Միրոնի օրհնությունը։
Մեր աղոթքը բարձրացրեցինք առ երկնավոր մեր հայրը, որ իր սուրբ հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության։ Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր, սրբություն հոգիների և մարմինների, կնիկ արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ, ընդդեմ ամենայն գործոց բանսարկվի։ Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին։ Սրբալույս Միրոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով իբրև ժառանգակից փրկչի։ Միրոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստուծո արդարությամբ։ Միրոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգի զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում, աղոթակից լինելու Սրբալույս Միրոնի արարողությանը։ Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը Սուրբ Միրոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը ազգային մեր միասնականության։ Միրոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստուծո հոգացությունն ու խնամքը, ով իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ազգի վրա։ Միրոնի մեջ տեսնում ենք Սուրբ Լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ նահապետի փրկության տապանը և աղավնու բերած Ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստուծո խաղաղության, իսկ Ձիթենու յուղը օրհնյալ նյութը Սուրբ Միրոնի։ Միրոնի ամեն կաթիլում տեսնում ենք Սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը։ Տեսնում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի ձեռամբ Արածանիի երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց տրթադարքայի, արքունիքի ու ժողովրդի։ Միրոնում պատկերն է տերունաշնոր Սուրբ Էջմիածնի, պատկերները Միրոնը օծ մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղատների, պատկերները իրենց կյանքով Միրոնի լույսը տարածած մեր սրբերի։ Միրոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան։ Այո, հավատում ենք և գալիք բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը անխախտ պահեց Միրոնի դրոշմը, աներկբա վստահությամբ, որ այն յուղ է ցնծության, զգեստ է լուսավոր, սրբություն հոգիների և մարմինների, կնիկ արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ, ընդդեմ ամենայն գործոց բանսարկվի։ Սուրբ Միրոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ հայոց ցեղասպանությանը զոհ դարձած
մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան, պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին։ Եղեռնահար մեր ժողովուրդը յուրոնադրոշ հավատքով վերապրեց ցեղասպանությունը, հաղթեց մահին, հարյուրամյա մեր ուղին եղավ վերածնունդի ուղի, եւ այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում։ Մեր նորօրյալ կյանքի հուսալերությամբ նորաեբ այս մյուրոնը օրհնված ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում նաև մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով կոչում ենք հաղթության մեռոն, հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ սուրբ վկաների եւ հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին։ Սիրելիներ, արժևորենք մեր մյուրոնը որպես մյուրոն սրբացյալ կյանքի, մյուրոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին։ Արժևորենք մեր մյուրոն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, հարատել հոգսերն ու նեղությունները։ Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով, հատկապես մերձավոր արևելքում, ուր անասելի տառապանք եւ կորուստներ են կրում նաեւ մեր ժողովրդի զավակները, երբ խաթարված է անդորը մեր հայրենիքի սահմաններում եւ տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի եւ ոգեշնչող ուժը ազգային զարթոնքի։ Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս մյուրոնը թող տարածի սրբությունը եւ հոգեվոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում եւ հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների, մեր եկեղեցու բոլոր զավակների սրտերում, դառնալով հաղթանակների եւ բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն։ Երանաշնոր մեր հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող մյուրոնի մասին ասում է. ինչպես արեգակի ճարագայթն է ծանուցում արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը եւ դալար մնում, ճիշտ այդպես է, Սուրբ Մյուրոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը։ Ահա խորթավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները։ Թող Սուրբ Էջմիածնի Մյուրոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակների հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտ առ Աստված, ուխտ առ առաքելական մեր Սուրբ եկեղեցին ու նվիրական հայրենիքը։ Թող աղավնու բերած
ձիթենու շուղով Արարատի փեշերից ազդարարված Աստուծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը եւ համագործակցությունը մարդկանց եւ ազգերի։ Այս օրհնաբեր եւ հոգենորոք օրը մենք գոհություն ենք վերարակում Արամենակալն Աստված, որ մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու յուրոնորտնության սրբազան արարողությունը, մասնակցությամբ եւ աղոթակցությամբ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Գերսեր Սարգսյանին, մեր հոգևոր եղբորը Արամ առաջին մեծիտան Կիլիկիո կաթողիկոսին ներկայացնող գերաշնորհ Տեր-Մուշեղ եւ Շահան արքեպիսկոպոսների, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնապոլսի հայոց պատրիարքական փոխանորդ գերաշնորհ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, քույր եկեղեցիների գերապատիվ հոգվապետերի եւ բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի հայոց պետական ավականու դիվանագիտական առաքելությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների եւ հայրենաբնակ ու սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների, հոգու բերկրությամբ եղբայրական մեր ողջունն ենք հղում Արամ առաջին մեծիտան Կիլիկիո կաթողիկոսին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, քույր եկեղեցիների հոգևոր պետերին, աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի իր սուրբ եկեղեցին ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու եւ փրկության առաջնորդելու առաքելության մեջ աղոթում ենք, որ ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին, Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրին, եւ թող Տիրոջ սուրբ հոգու շնորհներով արատապես օրհնվի մեր ժողովրդի եւ համայն մարդկության կյանքը։ Շնորհք եւ սեր եւ խաղաղություն Յարն մեր Հիսուսի Քրիստոսի եղեցին ընդ մեզ եւ ընդհանրեսյան ամեն։ Սրբալույս Միրոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար։ Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության եւ շաղախող հզոր ուժը մեր փոքր ածուի անցյալի եւ ներկայի։ Սուրբ Միրոնը մշտապես հիշեցնում է, որ մենք իբրև քրիստոնյաներ մկրտվել եւ ծնվել ենք հայոց եկեղեցու Սուրբ Ավազանից, մեր ճակատին կրելով Սուրբ Հոգու խորհրդանիշ Սուրբ Միրոնի կնիքը։ Հայ ժողովուրդը դարերի ընթացքում եւ այժմ էլ այս խորհրդով եւ հոգեվոր բարձր գիտակցությամբ է առաջնորդվել եւ ապրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մշտաբաշխ օրհնության ներքո։ Սուրբ Միրոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության եւ ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության եւ մտածողության մեջ։